Գյումրիում կառավարման ճգնաժամի մեծ վտանգ է զգացել քաղաքի ընդդիմադիր ղեկավարությունը, դրա համար է փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հրաժարվել պատգամավորական մանդատից։ Քննարկումները եղել է եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ եւ քաղաքական թիմի խմբակցության ղեկավարի պարոն Նարեկ Կարապետյանի հետ եւ վերջնական որոշումը միանշանակ իմն է եղել։ Վարդան Ղուկասյանի ազատազրկումից հետո քաղաքապետին փոխարինող Առաքելյանի խոսքով Գյումրիում կոլապսի ռիսկ կառաջանար, եթե նա հրաժարվեր հավաքանու մանդատից պատգամավորականը ստանալու համար։ Առաջնահերթը գյումրեցիների եւ Գյումրի քաղաքի շահն է եւ այս պահին տեսնում եմ, որ կարող է եւ այնպես պատահեր, որ կոլապսի ենթարկվեր քաղաքը, որը անընդունելի է եւ ինձ համար եւ մեր քաղաքական թիմի համար։ Նախորդ շաբաթ է Գյումրիի քաղաքապետի խափանման միջոցը փոխել դատարանը ու կալանավայրից տնային կալանքի էր տեղափոխվել Վարդան Ղուկասյանը։ Ենթակա է փոփոխման։ Այդ իրադարձությունը որոշ շրջանակների համար կասկած էր առաջացրել, թե Ղուկասյանի պատիժը մեղմացվել է Գյումրիում իշխանությունը զիջելու պայմանավորվածության դիմաց։ Առաքելյանը կտրուկ հերքում է այդ խոսակցությունները։ Սա փաստում է ամեն ինչ։ Սա հաստատում է վերջնական։ Ավետիս Առաքելյանի մյուս հայտարարությունից պարզ է դառնում, որ մինչ պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշումը Գյումրիի ընդդիմադիր ուժերի քննարկում է եղել քաղաքի կառավարումը նրանցից մեկին փոխանցելու մասին։ Սակայն Առաքելյանն ակնարկում է, վտանգ են զգացել, թե իրավական գործիքներով ԿՊԱ-ականները կարող են տապալել այդ սցենարը։ Կարող է եւ չթողնեին, այսպես ասեմ, որ լիներ այդ ամեն ինչը։ Այս հանդարտ մի ընդդիմադիր ուժից մյուս ընդդիմադիր ուժին անցներ։ Առաքելյանի ավականու, թե ազգային ժողովի մանդատն ավելի շատ օգուտ կտա Գյումրիին, հետաքրքրվում են լրագրողները։ Փոխքաղաքապետն ասում է, օրենսդիրում ներկայացված է իր քաղաքական թիմը։ Գյումրիին վերաբերող հարցերը խորհրդարանի դահլիճ կհասնեն։ Այն խոչընդոտները, որոնք ունի Գյումրու քաղաքապետարանը օրենքի հետ կապված, անպայման կբարձրացվեն եւ լուծումներ կստանան։ Գյումրիի ղեկավարի ԿՊԱ-ականների սրտի թեկնածու Սարիկ Մինասյանն էլ կարծես առանց ավականու մանդատի է մնում։ Նա հունիսի 7-ի ընտրություններին ԿՊ ցուցակի 5-րդ տասնյակում է եղել։ Անդորի տեղեկություններով նա պատրաստվում է վերցնել պատգամավորական մանդատը։ Ալբերտ Սերոբյան, Ալեքսանդր Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։